Բարև բարեկամներ, Փակ TV-ում եթերում է եւ մեծ հաճույքով ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Գիտեք, մենք ամեն անգամ երբ որից մեկին հրավիրում ենք տաղամար, մտածում ենք, որ լավ, այս անձնավորությունը ասելիք ունի մեր ունկնդիրին, որտեղ Փակ TV-ի ունկնդիրները ոչ միայն չափից ավելի այսպես պահանջկոտ են եւ ինչպես ասում են արդեն սովորել են որ մեր եթերում պետք է հնչեն միայն ճշմարտացի կարծիքներ որ եթե երբ մեր հյուրը հանկարծ այդ ուղղությունից չեղվում է անմիջապես սկսվում են մեկնաբանությունները բայց կարծում եմ այսօր պիտի լավ մեկնաբանություններ լինեն որովհետեւ իսկապես այսօր մենք շատ ինքնատիպ հետաքրքիր բացառիկ հյուր ենք հրավիրել Ռուզաննա Մուրադյան նոմերոլոգ բարև ձեզ Բարև ձեզ։ Ռուզաննա, շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Ասեմ, որ մեր ունկնդիրներին Ռուզաննա Մուրադյանը երկար տարիներ, 32 տարի ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, նախ Ուլիանովսկում, հետո Մոսկվայում, եւ ահա այսօր Փակ TV-ի տաղավարում է։ Մենք մեր զրույցը բնական է պիտի հայերեն անցկացնենք, դուք էլ փորձեք ինչքան հնարավոր է, գիտեմ, որ ձեր կրթությունը ռուսական է, բայց դուք այն ազնվորությունն եք, որ ված չեք տիրապետում։ Փորձեմ, իմ կրթությունը ճիշտ է ռուսական է, բայց ես ինստիտուտը ավարտել եմ հայկական սեկտոր, պոլիտեխնիկական ինստիտուտը, դրա համար ինձ այդքան դժվար չէր առաջ խոսել հայերեն։ Հիմա իհարկե, քանի որ 32 տարի գտնվել եմ Ռուսաստանում, սկսում ես մտածել մի քիչ ավելի շատ ռուսերեն եւ բաներ կա, որ դժվար է ստացվում հայերեն։ Ես կաշխատեմ իհարկե խոսել հայերեն, բայց ես ասեմ, որ շատ հետաքրքիր մասնագիտություն ունեք, նոմերոլոգիայի մասնագիտություն։ Նախ ինչ այն իրենից ներկայացնում։ Ոյ, նումերոլոգիան շատ հետաքրքիր իրոք գիտություն է, դա գիտություն է, որը ծագում է դեռ Պիֆագորյան ժամանակաշրջանից եւ նումերոլոգիայի ստեղծողներից մեկը հենց ինքը Պիֆագորն է, հետո Էյնշտեյնը, հետո արդեն նումերոլոգիան եկել է մեր современных մեր ժամանակակից մեր աշխարհ Եվ գոյություն ունի մի քանի դպրոցներ նումերոլոգիայի։ Հիմնական դպրոցները դա առաջինը իհարկե Պիֆագորյան դպրոցն է, ամենահինը, կա նաև վիդիչիսկի նումերոլոգիան, այսինքն ես չգիտեմ ինչպես է դա թարգմանվում, երևի դա էլ թարգմանություն չունի, դա եկել է մեզ Հնդկաստանից։ Գոյություն ունի եվրոպական նումերոլոգիա եւ գոյություն ունի արևմտային западная նումերոլոգիա։ Այո։ Եվ շատ հետաքրքիր է ամեն մի դպրոցի ստեղծման ճանապարհը, իհարկե։ Օրինակ Ամերիկայում 19-րդ դարում 25 կին հավաքվում են եւ որոշում են 25 տարվա ընթացքում հավաքել մարդկանցից իրենց կյանքի մասին ամբողջ տվյալները։ Ընդդեմ նումերոլոգիան իհարկե ցույց է տալի, թե ձեր ծնված օրով, ձեր ծնված ամիսը եւ տարին, այսինքն data рождения, տարեթիվը, ծննդյան թիվը, ինչ դեր է տանում ձեր կյանքում։ Եվ նրանք շատ հետաքրքիր մի սենց բան են հայտնաբերել, որ մարդիկ, որոնք ունեն նույնատիպ թվերը, այսինքն ծնված են նույն օրը, կամ ծնված են նույն տարին, ունեն իրանց նույն միսիան, ինչ է միսիան, ես հեսա ձեզ կբացատրեմ ամեն ինչը, նրանք շատ նման են խասյաթով։ Այսինքն այս գիտությունը հենց այնպես այսենց անելով չի ծագել, դա աշխատանք է եղել, դա գիտություն է եղել, դա գիտնականները բերել հասցրել են նրան, որ այսօրվա օրով նումերոլոգիան պատասխանում է մեզ յուրաքանչյուր հարցին, ինչ կախված է մեր անձին, այսինքն ցույց է տալիս, թե ինչ ենք մենք ցանկանում, դա կոչվում է число сознания, այսինքն մեր գիտակցության թիվը, մեր միսիան, մեր կյանքի ուղին, մեր ճակատագիրը, որը կախված է իդեպ մեր անուն ազգանուն հայրանունից։ Այսինքն մարդուն ցույց է տալիս, թե ինչպես մարդ
ճիշտ պետք է ապրի նրա համար, որ կարողանա կատարել այն, ինչի համար եկել է այս աշխարհ։ Այ դուք ասում եք, որ նումերոլոգիան դա գիտություն է։ Այո։ Բայց դա այնուամենայնիվ միայն գիտություն է, թե դա նաև մեր ներքին հավատն է այդ գիտության հանդեպ։ Գիտեք, հավատը կապ չունի։ Սա գիտություն է, որտեղ նա կազմված է փաստերից։ Այսինքն, օրինակ, բոլոր մարդիկ, որոնք ծնվել, իդեպ նումերոլոգիան բերում է հասցնում է բոլոր թվերը գումարվում են թվաբանորեն եւ բերվում են միանշանակ թվի 1-ից մինչեւ 9։ Այսինքն, եթե դուք ծնվել եք, օրինակ, ամսի 2-ին, 20-ին, 11-ին, 29-ին, երբ որ մենք գումարում ենք 2 գումարած 0 հավասար է 2, ճիշտ է, 1 գումարած 1 հավասար է 2, 29 2 գումարած 9 հավասար է 11, նույնպես հավասար է 2։ Այսինքն այդ խմբի մարդիկ շատ հետաքրքիր ձևի ունեն նույն ճիստոսազնանիա գիտակցություն, այսինքն նույն բանն են ուզում, ցանկանում։ Դեսեք, միանգամից համապատրաստի մեր բացի եթերում, այսպես ուղիղ եթերում ես մի հարցամ։ Տեսեք, ասենք մեր աշխատակիցների ես հատուկ նրա ծննդյան տվերը տարեթվերը վերցրել եմ եւ ուզում եմ առանց անուն նշելու ասենք մեկը մեր աշխատակիցներից ծնվել է հոկտեմբերի 39 թվականի, ես խնդրում եմ ասեք այս թվերով ինչպես կարելի է կարճիկ կազմել այդ անձնավորության մասին եւ մեր երկրորդ աշխատակիցը սեպտեմբերի 1 56 թվական։ Դե խնդրեմ, ինչպես ասում են, քարտերը ձեր ձեռքում են։ Նայեք, 30-ը հոկտեմբերի 1979 թիվ։ Գիտակցության թիվը 3, կյանքի ուղին 3։ Ինչպես եմ ստանում, գումարելով բոլոր թվերը, ստանում եմ կյանքի ուղին, թե ինչ միսիա ունի ինքը այս կյանքում։ Ինչ է նշանակում 3։ Նա շատ ուժեղ անալիտիկ է։ Նա լոգիկ է։ Այո, վերլուծաբան։ Շատ ուժեղ լոգիկա։ Բացի դրանից человек самовыражение, ոնց կասես։ Ինքնահաստատման։ Այո, երեքները միշտ ինքնահաստատվում են այս կյանքում։ Երեքները ունեն մի մեծ մինուս, երեքները երբեք չպետք է ասեն ես գիտեմ բառը։ Հենց ասում են ես գիտեմ բառը, փողերը գնում են։ Հենց սկսում են ասել ես գիտեմ բառը, հարաբերությունները վատանում են։ Բացի դրանից, երեքները շատ խելացի են, լավ մաթեմատիկներ են։ Երեքների պլանետա покровитель, այո, մոլորակը։ Այո, մոլորակը դա Հովանավոր։ Յուպիտերն է։ Յուպիտերը դա ինչն է։ Դա масштаб, расширение, анализ։ Ու երեքները իրանք շատ խելացի եւ բարի մարդիկ են։ Երեքները շատ լավ ընտանիքի հայրեր են, մայրեր են։ Երեքը մեկ էլ ասում են դա պրեմիեր մինիստրների թիվն է։ Այսինքն, եթե վերլուծում են, աշխարհում շատ կան դիվանագետներ, շատ կան պոլիտիկներ, քաղաքագետներ, որոնք կրում են հենց 3 են, որտեղ նրանք շատ լավ անալիտիկներ են։ Այն անալիզը, որը կարող է անի 3-ը, իդեպ երևի ոչ մի թիվ չի կարող անի։ Շատ հետ, այսինքն դուրս է գալիս, որ այդ թվերի օգնությամբ մենք կարող ենք մարդուն ամբողջովին բռնցագրել։ Ամբողջովին։ Ես կարող եմ չտեսնել մարդուն, դուք ասեք նրա տարեթիվը, ես ասեմ ձեզ, թե ինչպիսինն է ինքը։ Եթե ես իմանամ այդ մարդու անուն, ազգանուն, հայրանունը, ես կարող եմ ընդհանրապես ասել, թե ինչ թաքնված желание, ցանկություններ ինքը ունի, իր վստահության տոկոսը կյանքի, ինչ հնարավորություններ ունի, ինչ է ինքը ուզում, իր ճակատագիրը, մեր ճակատագիրը կախված է մեր անուն, ազգանուն, հայրանունից, մեր կյանքի ուղին է, որը մենք չենք կարող փոխենք, կախված է մեր ծննդյան թվից։ Իսկ ճակատագիրը, նայեք, սենց հասարակ մի բան, ասենք թե մեկը ձեզ դիմում է Համլետ,
չէ, մեկը ձեզ դիմում է պարոն Ուղուշյան, մեկը ձեզ դիմում է, ասենք թե ընկերները Համո, չէ։ Դուք նկատել եք, որ ամեն մի այդ խմբին դուք տարբեր ձևի եք ընդունում այդ խումբը ընդհանրապես եւ այդ խմբի մարդիկ էլ ձեր հանդեպ լրիվ ուրիշ ձևի են, ոչ թե նրա համար, որ նա պաշտոնական դիմում է, սա ուղղակի ընկերական դիմում, այլ որտեվ ամեն մի թիվը դա էներգիայի վիբրացիաներ են։ Այսինքն մեր ամբողջ կյանքը դա էներգիա է։ Համաձայն եք, ֆիզիկա։ Закон сохранения энергии, էներգիայի պահպանության օրենքը, ճիշտ է, այսինքն էներգիան ոչ միտեղ չի կորում, ոչինչից չի ծակում, նա պարզապես մի ձևից մյուս ձևն է դառնում, ճիշտ է։ Այո։ Նույն ձևի թվերը, հասկանում եք, դա թվեր են։ Նրանք ունեն իրենց դդական եւ բացասական վիբրացիան։ Եվ երբ որ դուք փոխում եք ձեր խասյաթը դեպի դրականը, դուք դրանով փոխում եք եւ էներգիան ձեր շուրջ։ Լավ, հիմա մեր երկրորդ աշխատակցի ծննդյան թիվն էլ փորձեք դրան բնութագրել։ 109 այո, 1956։ Առաջի հերթին դա 1 է։ Ինչ է նշանակում 1, դա ինքը լիդեր է, բայց նաև բացասականը ինքը շատ մեծ էգո, ոնց կասեք հայերեն։ Իրեգոն ինչ հայերեն։ Այո, հա, բարձր էգոյի տեր մարդ է, իհարկե, այն մարդն է, որը կարող է իր հետևից մարդկանց տանել, իհարկե, մեկերի հովանավորող, պակրավիցիլ հովանավորել, չէ, հովանավորողը դա արևն է, դա արևի մարդիկ են, դա բոլոր մարդիկ են, որոնք ծնվել են ամսի 1-ին, ամսի 10-ին, 19-ին և ամսի 28-ին, ճիշտ է, կան տարբերություններ մի քիչ, բայց մեկը հենց ինքը դա լիդեր է, այդ մարդը կարող է որոշել, ինքը կայացնում է իր որոշումները անպայման, նա իրանց մինուսը նրանում է, որ բացասականը, որ իրանք շատ դժվար են գտնում այն երկրորդին, որոնց հետ կարող են ոնց ասեմ, հարաբերվել։ Այո, այսինքն նրանք ավելի ինքան մեծ է իրանց մեջ իրանց եսը, որ իրանք անձնավորություններ են մի խոսքով։ Ես ասել եմ, այո, բայց դա էլ կա, իր բացասականն ու դրականն էլ կա, բայց այդտեղ միշտ ես ասում եմ, միայն օրով չենք նայում։ Մենք նայում ենք անգամ կյանքի ուղին։ Կյանքի ուղիով ինքը 4 է։ Ինչ է նշանակում 4։ Դա դիսցիպլինա։ Այո, վարկը։ Այո, ամեն ինչը պետք է լինի շատ չոտկի, ամեն ինչը պետք է լինի սենց по полочкам разложено։ Հասկանում եք, ստրուկտուրա, порядок, դա տենց մարդիկ շատ լավ ղեկավարներ են իհարկե, բայց եւ շատ լավ 4-ը ասում են, որ դա число революционеров։ 4-ը это число масштаба։ Այսինքն այդ մարդիկ կարող են ամենամեծ բռնած գործը, ինչը որ կա, եթե մեծ ինչ-որ պրոյեկտ է կամ ինչ է, եթե դուք 4-ին դնեք դրա գլխին, 4-ը ինքը կարող եք այսինքն մի կողմ կանգնեք, 4-ը այդ կտանի։ Այսինքն այնքան է պատասխանատվության զգացմունքը 4-ի մեջ մեծ, հետն էլ 1, մի խոսքով ես այդ մարդուն կսարքեի օրինակ իմ ֆիրմայի տնօրեն, մեծ հաճույքով, լուրջ եմ ասում, եւ այսպես ամեն ինչը կթողնեի իր վրա, որ աշխատողներով է ղեկավարեր, ամեն ինչ աներ, օրինակ ինձ իմ բիզնեսի մեջ ժամանակին պատասխանատու մարդ է։ Այո, շատ պատասխանատու, շատ։ Ճիշտ է, ես ասեմ ճանաչելով իմ գործընկերով չասեմ, որ նա այդպեսին էլ կա։ Այո, շատ պատասխանատու։ Ռուզաննա, դե ես մեր ունկնդիրների նախիջեցնեմ, որ նումերոլոգ Ռուզաննա Մուրադյանն է մեր տաղավարում։ Մեր ունկնդիրները այս հաղորդումից հետո կուզենան հավանաբար ձեզ հետ կապվել, ինչ-որ ցանկություններ, իրենց որ օգտակար լինեք, դա հնարավոր է անել, թե ինչպես։ Իհարկե, հնարավոր է։ Կա ինչ-որ կապի միջոց։ Կա կապի միջոց, կարելի է եւ
online, ես ունեմ Edge, որը ես կասեմ կարող եք հետո Մենք ինչ է, հենց Instagram-ում, մենք կգրենք։ Instagram-ում նումերոլոգ Ռուզան Մուրադյան, կա Telegram-ում, Մագե Չիսիլ կոչվում է Telegram-ում ռուսերեն լեզվով, երկու Edge, եւ կա իմ հեռախոսի համարը, որով կարող եք զանգահարել եւ կարող եմ, քանի որ ես դեռ գտնվում եմ Հայաստանում, ինձ թվում է մինչև այս տարվա վերջ հաստատ Հայաստանում եմ լինելու։ Այո, եւ կարող ենք եւ հանդիպումներ կազմակերպենք, կարող եմ եւ մաստեր կլասեր կազմակերպել, այսինքն սովորացնել մարդկանց, որտեղ ինչպես ես հասկացա, Հայաստանում նումերոլոգիան դեռ այդպես զարգացած չէ։ Դուք հասկանում եք, նումերոլոգիան դա գադանյա չի, գադանյա ոնց կասես։ Բարիների ընթա։ Չէ, գադաց։ Հիմա բախտագուշակություն չի։ Այո, դա բախտագուշակություն չի, դա կոֆե նայել չի, դա կարդ գցել չի, դա տառո չի։ Դուք հասկանում եք, դուք արդեն ծնվել եք, դուք ամեն մեկդ ունեք այս կյանքում ձեր միսիան, եւ յուրաքանչյուր խնդրեմ, որը որ գոյություն ունի ձեր կյանքում, դուք կարող եք բերել ձեր խնդիրները նորմայի։ Իդեպ ես քանի որ անցել եմ բոլոր դպրոցները նումերոլոգիայի, ես արդեն 18 տարի եմ զբաղվում եմ նումերոլոգիայով, երբ որ այն ժամանակ չկային այս Instagram, Facebook եւ ամեն ինչ, այսքան դպրոցներ on-line, որտեղ որ հիմա բացել են մարդիկ սովորում են, ես սովորել եմ գրքերով, ես սովորել եմ Պիֆագորյան նումերոլոգիան Ալեքսանդրովով, այսինքն այն ինչ որ հիմա հազարից մի մարդ գիտի։ Բոլորը հիմնականում եվրոպեյսկի եւ եվրոպական եւ վիդիչիսկի նումերոլոգիայի վրա են իհարկե եւ հիմա նոր մի բան է ծագել դա թվային պսիխոլոգիա է կոչվում, որը 10 տարվա գիտություն է, որը տալիս ամեն ինչը մակերեսորեն։ Ես բոլորը ուսումնասիրել եմ։ Ոչ միայն ուսումնասիրել եմ, ես սովորել եմ։ Իմ դասատուն եղել է Իսրայելի պրեզիդենտի լիչնի նումերոլոգը։ Այո, որը ինչ փողով սովորել, ինչ բան, ասեց դու 26 ես, քո վրա ամենաուժեղ կարման է։ Ես պետք է այնպես անեմ, որ դու կարողանաս ոնց որ այդ 26-ի տակից դուրս գաս։ Այդ ձևի, ինքը կաբալա էր հիմնականում տալիս։ Այսինքն ես անգամ կաբալա եմ անցել։ Ու ես ինչ եմ արել։ Ես վերցրել եմ այս տարիների ընթացքում ստեղծել եմ իմ մեթոդը։ Ես ունեմ իմ անձնական մեթոդը, որը հիմնված է բոլոր 19 թվերի վրա մարդու վերցրած մարդու անունազգանուն հայրանունից, վերցրած նրա ծննդյան թվից, ես հաշվում եմ այդ բոլոր 19 թիվը, նրանց տեղավորում եմ մատրիցայի մեջ, որը կոչել եմ Խրոնոսի մատրիցա, այսինքն ժամանակի մատրիցա, որը հստակ ցույց է տալիս, թե որտեղից են ծագում մեր խնդիրները, որտեղ մեր խնդիրները շատ ժամանակ ունեն ռադավոյ հիմք։ Այո։ Գալիս են մեր պապերից դեռ, հասկանում եք, գոյություն ունեն, ասենք թե ընտանիքում ինչ որ մի ոնց ճիշտ ասեմ, այսինքն ընտանիքում ասենք թե աղջկան միշտ ասել են, վայ, որ ամուսնանաս, կբաժանվես շուտ, կամ ավելի լավ է մի ամուսնացի, տղամարդիկ բոլորը վատն են, չէ, ու դա որպես ծրագիր նստում է մարդու վրա։ Այսինքն գոյություն են այդ ծրագրերն էլ, այդ ամեն ինչը նումերոլոգիան տեսնում է։ Ամեն ինչ, նումերոլոգիան անգամ կարող է տեսնել, թուղթուգիր կա քո վրա թե չկա, անգամ այսպիսի բաներ։ Այսինքն ամեն ինչ կարող է տեսնել։ Ու ես այդ իմ մատրիցայով Խրոնոսի կարող եմ ասել, թե որտեղից է ծագում ձեր խնդրումը, ինչի համար է այդ խնդրումը հիմա ներկայում ձեզ մոտ եւ ինչպես լուծել այդ խնդրումը։ Դա լինի ֆինանսական խնդրեմ, դա լինի ընտանեկան խնդրեմ, դա լինի հարաբերությունների խնդրեմ, հասկանում եք, ես ունեի մի հաճախորդ, որը 10 տարի չէր կարողանում երեխա ունենալ։ Բժշկական խնդիր չկար այնտեղ։ Այնտեղ ամեն ինչը իր մեջ էր։
ճիշտ է 1.5 տարի մենք աշխատեցինք։ 1.5 տարի աշխատել եմ իր վրա։ Վերջում զանգեց, ասեց ես հղի եմ։ Այսինքն իրան պետք էր աշխատել իր վրա, իր հարաբերությունների վրա ընտանիքում, որտեղ մենք ինքներ, ես նորից եմ կրկնում, ամեն ինչը մեր շուրջ էներգիա է, հասկանում եք, երբ որ դուք ձեր բացասական վիբրացիաների մեջ եք, դուք ձեր 4 կողմը բացասական վիբրացիաներ եք տալիս, եւ դուք չեք թողնում, որ այն ինչ որ պետքա ձեզ գա, այն նույն փողը, նույն տղան, որ ամուսնանաք, նույն աղջիկը, որ ամուսնանաք, դուք փագում եք ճանապարհը։ Եվ աշխատանքը մենակ ձեզանից է կախված։ Դուք ինքներդ ձեր վրա պետք է աշխատեք։ Դուք պետք է փոխեք ձեր գիտակցությունը։ Դուք պետք է փոխեք ձեր պահելաձևը, ձեր հնարավորությունները, հասկանաք, թե ձեր հնարավորությունները եւ ձեր կարողությունները ինչքանով են իրար համապատասխանում։ Շատ հարցեր կան, եւ այդ ամեն ինչը այդ մատրիցայի մեջ է մտած։ Եվ դրանով շատ հեշտ ձևի կարելի է լուծել յուրաքանչյուր հարց։ Ռուզաննա, բայց տեսեք, ես նկատել եմ, որ մարդկանց մոտ նույն խնդիրները անընդհատ կրկնվում են, ինչի համար։ Այո, հենց դա էլ ես ասում եմ, որ այդ մատրիցան դա էլ ցույց է տալիս, որ ձեր անցյալում թվերը, որոնք կան, դուք միշտ անում եք նույն սխալները։ Միշտ մենք անում ենք, մենք ունենք նաև մեր կարմիչսկի դասերը, որը մենք պետք է անցնենք, հասկանում եք, եւ մենք անընդհատ նույն սխալները անելով գալիս ենք հասնում ենք էլի մեր տաշտակի դեմը, հասկանում եք։ Դրա համար մինչև մենք չլուծենք մեր խնդիրները անցյալի, մենք չենք կարող գալ մեր ապագային, իսկ խնդիրները միշտ լինում են նույնը, եւ նրանք մեր մեջ են, մենք հարևանի մեջ չեն, մենք երբեք չպետք է մեր խնդիրների մեջ ինչ որ մեկին ասենք որ ինչ որ մեկն է մեղավոր։ Միշտ պետք է սկզբից գտնենք մեզ մեջ, մենք ինչ ենք արել, որ սենց է, կամ ասում են, վայ ես ինչ եմ արել գլխիս այսքան օիններ ա գալի, բա մի հատ գնա հետ մտածի հլը, որտեղ է սխալը տարել, ինչ սխալ ես արել։ Մեր սխալներից է ամեն ինչը գալի։ Իսկ նումերոլոգիան թողնումը թույլ է տալիս ձեզ գտնել այդ սխալները եւ անել այնպես, որ դուք էլ չկրկնեք այդ սխալները։ Լավ, Ռուզաննա, այդ դեպքում նոմերոլոգիայի նորմալ աշխատանքի դեպքում մենք արդյունքը երկար ժամանակ գիտեմ, որ տեսնում ենք, թե կարելի է նաեւ կարճ ժամանակամիջոցում հասնել։ Կարճ ժամանակամիջոցում ոչ մի բան չի լինում։ Դուք կարող եք մի ամսից հետո արդեն զգալ արդյունքը, բայց տեսնել արդյունքը դա ձեզանից է կախված, նայած թե դուք ինչպես կաշխատեք ձեր վրա, այն խորհուրդները, որոնք որ ես տամ, ինչքանով դուք կհավատաք եւ կանեք, ոչ մեկ ձեր տեղը ձեր կյանքը չի փոխելու։ Ես կարող եմ միայն տամ խորհուրդ, ես կարող եմ միայն գտնել այն բացերը, որոնք որ կա ձեր կյանքում, օգնել ձեզ, բայց աշխատել դուք պետք է ինքներդ։ Ես կարող եմ տամ գործիքները, ինչպես աշխատեք ձեր վրա, ինչպես ճիշտ աշխատեք, բայց աշխատել արդեն կներեք, ես չեմ կարող, դուք ինքներդ, իսկ ժամանակը կախված է դրանից, թե ինչքանով դու ինքդ քո վրա կաշխատես։ Այս դեպքում մենք սովորաբար ունենք կոնկրետներ, որոնք ամեն ինչի հանդեպ շատ անհավատ են, չեն հավատում ոչ մի բանի, այդ թվում եւ նոմերոլոգիայի այցի քրաշքներին։ Ինչ է պետք անել նման մարդկանց, որ կարողանաք օգտակար լինել։ Գիտեք, հավատքը այնց բանը, հավատքը բոլորիս մեջ է։ Մենք շատ ժամանակ, երբ որ ասում են ես հավատում եմ, ես չեմ հավատում, դա գիտություն է, դուք ֆիզիկային հավատում եք, դուք հավատում եք էներգիայի պահպանման օրենքներին։ Դուք հավատում եք, որ Պիֆագորը, Էյնշտեյնը դա հանճարներ են, որոնք հենց այնպես չեն ստեղծի գիտություն եւ առաջ չեն գնա դրանով եւ բացի դրանից գոյություն ունեն ռեզուլտատներ, արդյունքներ, այո, դուք կարող եք եւ չհավատալ, ամեն մարդու, օրինակ, այս վերջերս մեկը կար Instagram-ում ինձ գրում, ասում է, այ նայեք, դուք հաշվում եք, վերցնում եք տարեթիվը մարդու ծննդյան, չէ, օրինակ արաբների մոտ ուրիշ բանը, դատա իսчисления,
Ուրիշ ծննդյան Հա, կալենդարը, այսինքն բանը ուրիշ է։ Յուլիանսկի կալենդար չի, Գրիգորյանսկի չի, ուրիշ է։ Բայց այդ ժամանակ ոնց կասեք։ Ասում դուք հասկանում եք, մարդը ապրում է այս րոպեին։ Հիմա։ Եվ մենք հաշվում ենք այնպես, եթե ինքը ծնվել է, մեծացել է, իր մոտ գրած է արաբական իսչիսլենիայով դատան, խնդրեմ կհաշվեմ արաբական։ Ավելին ես ձեզ ասեմ, մենք նայում ենք, թե ում ծննդականի մեջ ինչ լեզվով գրած է նրանց անուն ազգանուն հայրանունը եւ այդ լեզվով էլ հաշվում ենք, որտեվ ամեն մի տառը ունի իր թվային վիբրացիան։ Մենք այդպես էլ հաշվում ենք, օրինակ գոյություն է այսպես բան, մի sense հարցել, որը բոլորը տալիս են, բայց այդ ոնց ալնում ջղտակները, նույն օրը, նույն ժամին ծնվել են։ Ես ձեզ ավելին ասեմ, Մաշա Դաշան, որ կային, որ կպած իրար բլիզնյաշկաների, չէ՞, ծնվեցին։ Երկորյակներ էին։ Ես ձեզ ավելին ասեմ, Մաշա եւ Դաշա անունները թվային էկվիվալենտով նույնն են գալիս։ Այսինքն, որ սենց վերցնենք, մենք լրիվ նույնն այս պետքա լրիվ սենց իրար նման մարդեր էին, նրանք տարբեր մարդիկ էին։ Ինչի համար, որտեվ բացի այդ ամենից գոյություն ունի եւ հնչային վիբրացիայի թիվ, հասկանում եք, մի տառը մեր մոտ կոշտ է, մեկը փափուկ է, բացի դրանից գոյություն ունի, ինչ եմ անում ես վերցնում եմ ծնողների, տատիկների, պապիկների ծննդյան թվերը իրանց։ Այսինքն դուք կարող եք տեսնել ձեր անցած, ձեր ռադավոյ կարմայի մեջ, այո, տոհմի մեջ, թե ում հետ է կապը որ մի երեխայի, եւ նա վերցնում է այդ մեկի խասյաթը, հասկանում եք։ Այսինքն շատ այո, բացի բնավորությունը եւ ամեն ինչը շատ խորն է։ Դուք հասկանում եք, եթե դուք խորն եք ուսումնասիրում այս գիտությունը, ինքը տալիս է ձեզ ամեն ինչ։ Ոչ թե ասենք թե գնում եք մի հատ եվրոպականն եք սովորում կամ մի հատ այդ թվային պսիխոլոգիան եք սովորում, գալիս եք մարդկանց ասում եք, վայ, դու մեկ ես, դու ես, չէ։ Նումերալոգիան շատ ավելի խորը իրոք գիտություն է, եւ եթե մենք մոտենում ենք նրան որպես գիտության, մենք չենք կարող չհավատալ պարզապես։ Այսինքն դա գիտություն է, որ իսկապես ապագա ունի։ Իհարկե, նա արդեն ունի ապագա։ Չէ, ես հասկանում եմ, հազարամյակների պատմություն ունի, բայց վերջին շրջանում կարծես թե մի տեսակ երկրորդ պլան է։ Հակառակը, հիմա շատ ուժեղ զարգացած է եւ ես ավելին ասեմ, զարգացած է։ Անջատեք, մենք ուղիղ եթերում ենք անջատեք։ Շատ զարգացած է ավելի շատ է զարգացած իհարկե։ Եվ ամենավատը նրանում է, որ ոչ այն ուղղությամբ է զարգանում, որը որ պետք է զարգանում։ Հասկանում եք, շատ կան։ Օրինակ ես վերջերս այդ թվային պսիխոլոգիան, որ ասում եմ, որ նոր ուղղություն է, 10 տարվա ուղղություն է Ղազախստանում ծնված, առակուրսերը 100,000 ռուբլի տվեցի 3 ամսվա կուրս առա, որ գնամ նոր գիտություն է, հետաքրքիր է ինձ, որտեղ ես ինտերնետում կարդում էի ինչպես էին բոլոր նումերոլոգները փնովում, ասում եմ, դե գիտություն է, էլի, եկեք գնանք իմանանք, միգուցե ստեղից եմ մի նոր հետաքրքիր բան կվերցնեմ։ Գիտեք, ես տենց հիասթափություն կյանքում չէի ապրել։ Այն աստիճան, որ ես անգամ, երբ որ ինձանից խնդրեցին, ասեցին մի հատ օձիվ գրի մեզ։ Այո։ Հա, կարծիք։ Հա, ասի գիտեք ինչ, ես 8 եմ, այսինքն ես ազնվությունը դա այն է ինչը որ իմ մեջ է, այն էլ ես ուղղակի 8 չեմ ծնված օրով, ես 8 եմ, իմ այն է կարմիչսկի 8 եմ, այսինքն ես իրավունք չունեմ ստելու, ես իրավունք չունեմ մարդկանց խաբելու, ես եթե գրեմ, ես պետքա ճիշտը գրեմ, թույլ կտակ գրեմ, թե բա հա մեծ հաճույքով գրեք, ես գրեցի ամեն ինչ մտածում էի, որ դուք ուղղակի մարդկանց ինչ եք դուք սովորացնում, որ մարդկանց խաբեն ու փող վերցնեն, վերջ։ Վերջ։ Հետո հարաբերությունները զսեր չխզեն։ Չէ, դուք չեք պատկերացնում, մի ամիս առաջ ինձ հետ ուզում է կապնվի ինչ-որ մեկը դուրս է գալիս, որ ինչ-որ նոր անձնակազմ է ինքը հավաքում իր դպրոցի համար եւ չգիտեմ ինչի ամբողջ խմբում կապնվել էր իմ հետ ու իմ կարծիքն էր, ասում ես ինչի եք իմ հետ կապնվել։ Իմ կարծիքը ես արդեն ամեն ինչում գրել եմ, էլի։ Ասում է բոլորը ասեցին, որ ձեզանից հարցնեմ, թե ինչա պետք մեզ փոխել։ Ասի անցնել նումերալոգիայի, որտեղ մենակ այդ գիտությունով դուք մարդկանց չեք կարող, դուք խաբում եք, դուք, հա, այն ովքեր որ նոր եկել են, ասենք թե նոր եկած մարդիկ,
Ես մոռացա, ձեզ զգուշացնեմ, որ հեռախոս անջատեք։ Ուղիղ եթերում չի կարելի հեռախոս, թե ինչու եք վերցել չեմ հասկանում։ Դե մեր ճակատագիրն է, լավ։ Ռուզաննա, շատ իհարկե հետաքրքիր էր։ Ես կարծում եմ, որ դե ասեցիք մինչև տարեվերջ լինելու եք Հայաստանում։ Այո, լինելու եմ Հայաստան։ Ես կարծում եմ, երևի առիթ կլինի ամիսներ հետո մի անգամ էլ հանդիպել, որտեղ ցանկացողներ շատ կլինեն ձեզ հետ հանդիպելու, ձեզ գրելու, ձեզ զանգահարելու, մենք կարող ենք, չէ՞, այդ համարները, որ մեզ թողել եք, հասցեն ինչը կա, թողնել մեր եթերում, որպեսզի մարդիկ ձեզ հետ ազատ կապվեն։ Իհարկե, խնդրեմ, կարող եմ ուղիղ եթերում էլ ասել, հեռախոսահամարը 091 32 73 84, դա հայկական հեռախոսահամարն է, կարող եք զանգահարել, յուրաքանչյուր հարցին կարող ենք հանդիպել, որտեվ շատերը on-line չեն ցանկանում են ասենք թե այսպես տետատետ, ու ես հասկանում եմ, որտեվ դա էներգո փոխանակություն է, ես էլ եմ ավելի շատ այդպես սիրում։ Ուրեմն պայմանավորեցինք։ Մեծ հաճույքով, երբ կանչեք, ես կգամ, կարող եք հարցերը ձեր ունկնդիրներից այո, հավաքել, եւ ես կպատասխանեմ իրենց հարցերին, եթե ինչ-որ մի հարցեր լինեն։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Շատ Սերի հաճելի։ բարեկամներ, ես պիտի ասեմ, որ մենք այսօր իսկապես բացառիկ հյուր ունենք մի հրաշալի անձնավորություն, նոմեր Ռուզաննա Մուրադյանը, իսկապես մի ինքնատիպ անձնավորություն, ում հետ կարծում եմ մենք շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք, այնպես որ օգտվեք առիթից, Ռուզաննան ինքը ասեց, որ պատրաստ է համագործակցության, ուրեմն ինչու՞ չէ, եկեք համագործակցենք։ Այսօր այսքանը, ցտեսություն։